Այս մեկ բանը ձեզ մեծ ածուկ չմնա, սիրելիներ, թե Տիրոջ քով մեկ օրը 1000 տարվան պես է ու 1000 տարին մեկ օրվա պես։ Եթե Աստծո ժամանակացույցով հաշվենք, Հիսուս 3 մյուս օրը դրվավ գերեզման, այսօր հարություն առե։ Ու իր վերքերը շատ թարմ են, քույրեր, եղբայրներ։ Ես հիշում եմ Յարոսլավում մի հատ եղբայր ասեց, այդ համարը կարդում էի, Սուրբ Հոգին բացատրեց, որ դա ձեր համարը 1000-ամյա կանց է, իսկ իմ համար 2 օր անց է ընդամենը, ես այսօր եմ հարություն առը, ու իր արյունը շատ թարմ է։ Հենց չի, որ վերքերը չորացել են, վերքերը փակվել են, ամեն ժամանակ այդ արյունը կարա հոսի, Թովմասի պես երբ էլ անհավատություն անենք ու ասենք Տեր, ուզում եմ մատս մտցնեմ մխի տեղը, այդ վերքը նորից բացվելու է արյուն հոսի։ Ու ամենամեծ մեղքը անհավատությունն է, որ մարդը չհավատաց Աստծո անարատ սիրուն, դրախտի պարտեզից սկսած կասկած եկավ մարդու մեջ, որ իբր թե դու ինձ չես սիրում։ Գիտեք, մի քանի օր առաջ էր խոսում էի մի տեղ, էլի կանչել էին այտենց աղոթք անելու։ Մի հատ երիտասարդ ասում է, Աստված ինչի համար բա դրախտի հենց պարտեզից սկսած այդ չարի ծառը բուսցրեց, տնգեց։ Ասում եմ, եթե Աստված չարին վերացներ երկրի վրայից, դրա հետ մեկտեղ խլած կլներ մեզանից մեր ազատ կամքի իրավունքը։ Մենք ընտրություն անելու հնարավորություն չէինք ունենա, մեր սերը Աստծուն նկատմամբ արտահայտվելու հնարավորություն չէինք ունենա, դրա համար էլ Սատանին թողելա իմ օգուտի համար ու Փառք Հիսուսին Սատանի համար, որ ինքը կա որպես օրինակ։ Բայց մենք իր խելքով չենք առաջնորդվի, որ մեր երկնավոր հորը ցավ չտանք անհավատությունով, չէ։ Հիսուսին չասենք բեր ձեռդ մատս մտցնեմ, հələ տենամ դու ես թե չէ։ Սիրում ես ինձ թե չես սիրում։ Իմ համար ես խաչվե։ Բայց Հիսուս իր հարությունով մի հատ մեծ գերագույն բան էլ արե, որ ես ուզում եմ կարդամ էլի Պետրոսի թղթից, առաջի Պետրոս, առաջի գլուխ հենց 3-րդ համարից, մինչև 6-ը կկարդամ։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզի նորից ծնավ կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առնելովը։ Հռոմեացիների 4:25-ում ասում է, անիկա մատնվեցավ մեր մեղքերի պատճառով ու հարություն առավ մեզ արդարացնելու համար, ու ոչ միայն մեզ արդարացնելու համար է հարություն առե, բայց նաև իր հարությունով մեզի նորից ծնե։ Ու էդի հոր կամքն էր, որ Ադամը պիտի մեռնի, Ադամ ջան, դու պիտի մեռնես, որտեղ մեղք ես գործել, բայց որպեսզի դու չտառապես, Ադամ, ես քո սիրուց դրծված միացին որդուս եմ դնում այդ տառապանքի ուղին, որ եղբայրները բացատրին, այդ աստանովկեքով, որ Հիսուսը կանգառներով պիտի թար, Հիսուսին եմ դնում այդ տառապանքի տակ ու իր հարությունով քեզի նորից հարություն եմ տալիս, որպես երկրորդ Ադամ ապրի, քո մեղքերը ջնջվավ հավիտյան, որպես երկրորդ ստեղծված մարդ քո առաջ կա կյանք և կա մահ, ընտրի կյանքը, որ ապրես։ Կենաց ծառից ուտենք, կերակրվենք, քույրեր, եղբայրներ։ Հիմա հավատքը ինձ նորից վերստին ծնել է, բայց երբ է ինձ ծնե Աստված։ Երբ որ Քրիստոս մեռելներից հարություն առավ, դրա հետ մեկտեղ մենք ծնվանք։ Մեր վերստին ծնունդը հայրը կատարել է, Պետրոսը հենց այդպես էլ բացատրում է, ու նրա նպատակը որն է, անկեղծ ու անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է մեզ։ Որ ծնողը տուն, տեղ կդնի, կստեղծի, բայց երեխուն կանտեսի։ Երեխան ինչ ուզում ալնի, թողնի էլի։ Կարևորը տունը սարքեմ, հասցնեմ նպատակին,
վայ հետո էլ մանգա տենա երեխեն չկա, գնացել ենք է խեղդվել ա միտեղ։ Այտենց ծնող ունենք, ստենստած։ Աստված ասում է ես ձեր համար անթարամ ժառանգություն եմ պատրաստել։ Ու պահպանված եք, դուք եք պահպանված։ Ու առաքյալը ինչ ասում է, ժառանգությունը ստեղծված է մեզ համար, որ Աստծո զորությունով պահպանված եք հավատքով փրկության համար։ Տերը օրհնի մեզի, մեր պահպանության ապահովությունը էլի Աստծո մեջ է, իր զորության մեջ է, ոչ թե իմ կարողությունով։ Ես այսօր մեր մոտ ասի, օրինակ ոնց կմտածեք, որ եթե մեզ բժիշկն ասում է մի 7 հիվանդություն ունես, արի գնա այդ երկուսից դու լավացի, առողջացի, հետո կգաս մնացած 5-ը ես կբուժեմ։ Դուք ինչ կարծիք կկազմեք այդ բժիշկի մասին։ Ես օրինակ նորմալ կարծիք չեմ կարա կազմեմ, կասեմ բժիշկ այդ ինչ ես ասում։ Ես էդի ինչի համար հիմա հիշեցի, որ թե մեր հաշտությունը, թե մեր պահպանությունը, թե մեր հասունությունը, Քրիստոս կատարյալ հասակին հասնելը, քույրեր եղբայրներ, այդ ամբողջի պատասխանատվությունը դրված է Հիսուսի ուսերի վրա, նրա կարողության վրա է հայրը ինքը, ասենք հաշվի առը, որ պիտի որդին արդարացնի այս մարդկությանը, ոչ թե մարդը, մարդու բաժինը մենակ ընտրությունն է, Տեր ես անկարող երեխու պես գցվում եմ քո գիրկը, ինչ կլինի, ինձի պահի, բայց քո զորությունով պահի, ոչ թե մեր կարողությունով։ Հիսուսն ասում է, ես քեզ իմ արդարության աջով եմ բռնել։ Եսի կարծեմ ինչքան հիշում եմ Եսայա 41:10 համարն է, որ ես քեզ իմ արդարության աջով եմ բռնել։ Այս վկայությունը անեմ ու գոհանանք հորից։ Աղջիկս փոքր էր, որ ձեռից բռնած գալիս եմ տուն, որ պաշտամունք պիտի լինի, ու իմ աջ ձեռով բռնել եմ երեխուս ձախ ձեռը այս դաստակից, ոչ թե թողել եմ ինքը բռնվի։ Ու Սուրբ Հոգին այդ համարն է խոսում, ես քեզ իմ արդարության աջով եմ բռնել։ Այսինքն եթե այդ երեխեդ հիմա ոտն էլ կպնի քարին, ինքը վայր ընկնելու լինի, ով է պահելու իրան։ Ասում եմ ես, ասում եմ դու որ այդքանը ֆայմում ես, երեխուտ ընենց ես բռնել, չես թողե իրա կարողությունով, որ բռնվի քեզնից, որ հանգարց չընկնի, ես այդքանը չեմ ֆայմում, որ քեզ բռնել եմ իմ արդարության աջով, դու մի վախեցի, ու քո հավատքի վրա մի ապավինվի, որ մեծ հավատք ունենամ, որ կարենամ ուղիղ քայլեմ, չէ, հավատքդ իմ կարողության վրա դիր։ Հիմա Աստված օրհնի մեզ, ես ուզում եմ այդ հավատքով էլ աղոթք անենք, որ նա որ մեզ կանչել է, նա էլ մեզ արդարացրել է, նա էլ մեզի կհասցնի